խնդրում եմ անդրադառնալ, դրանք իրենց ամբողջ զորությամբ ի վերջո կիրառվելու են, թե ոչ։ Այսօր մենք Su-30-ների համար ունենք բավարար որոշակի սպառազինություններ, այդ թվում նաև ակնկալում են որոշակի համալրումներ, Su-30 օդանավերը կամ կործանիչները բավականին լավ կործանիչներ են, ես շատ բարձր եմ գնահատում իրենց դերը եւ կարծում եմ, որ իրենք մեծ դեր կարող են ունենալ մեր երկրի եւ հակաօդային պաշտպանության եւ տարածքային ամբողջականության պաշտպանության գործում։ Թվականակի ավելացում։ Այս պահին ես առաջարկում եմ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի գնումների մասին ինֆորմացիա չտամ, բայց այն որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը շարունակելու են սպառազինվել նորագույն տեխնիկայով, դա կարող եմ հավաստիացնել։ Եվ խնդրի ավիականացման գործընթացից է։ Օրինակ մենք ունենք ռուսական տեխնիկա, սպառազինություն, որոնք կարիք ունեն ավիականացման, որովհետև եւ իրենց շատ լավ դրսևոր է։ Հարգելի գործընկերներ, այն որ մենք նորագույն տեխնիկա ենք ձեռք բերում ու նաև փորձում ենք, որ դա լինի ժամանակակից, այդ թվում նաև նատոական ստանդարտների սպառազինություն, բայց սա չի նշանակում, որ մենք հրաժարվել ենք նախկինում ունեցած մեր սպառազինությունից։ Մենք շարունակում ենք դրանք թարմացնել, մենք շարունակելու ենք դրանք ադապտացնել նոր սպառազինության հետ, որովհետև դա մեր ունեցած ռեսուրսն է եւ բնականաբար արդիականացումը իր հերթին կարող է ունենալ մեծ նշանակություն, սա իրենց արժեք է ներկայացնում եւ յուրաքանչյուր իրենց արժեք ներկայացնող սպառազինություն մեզ համար կարեւոր է։